Հանրապետության հրապարակում է հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյունը, զորքերի պետ Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքնշանակիր գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի գլխավորությամբ։ Վերջին տարիներին հրթիռային եւ հրետանային զորքերը համալրվել են նորագույն միջազգային որակին համապատասխան սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։ Գրանցել են մասնագիտական ցուցանիշների էական աճ ու բարձր արդյունքներ։ Հրթիռային ու հրետանային ստորաբաժանումներում իրականացվել ու իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյան գլխամասում են Կորնետ M հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Համալիրը նոր սերնդի հակատանկային կառավարվող հրթիռային համալիր է։ Հնարավորություն ունի մինչև 8000 մետր հեռավորության վրա վարել հրաձգություն տարբեր նշանակության հրթիռներով։ Համալիրի կառավարումն իրականացվում է լազերային ուղղորդմամբ, կարող է հաղթահարել զրահապատ օբյեկտների դինամիկ պաշտպանությունը եւ արդյունավետորեն խոցել ժամանակակից ռազմական զրահապատ սպառազինությունը։ Կորնետ M հակատանկային համալիրը կիրառվում է ինչպես գետնից, այնպես էլ շարժական փոխադրամիջոցներից։ Համալիրը կարող է խոցել ոչ միայն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ եւ զրահապատ սպառազինություն, այլև ցածր թռչող օդային նշանակետեր, ոչնչացնել ամրացված դիրքեր եւ երկարաժամկետ գրակակետեր։ Կորնետ M-ը կայուն է ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։ Մարտադրակազմում բացի կումուլյատիվ հրթիռներից առկա են նաև թերմոբարիկ ֆուգասային հրթիռներ, որոնք համալիրը դարձնում են ոչ միայն հակատանկային, այլև բազմաֆունկցիոնալ։